Պատճառը շատ պարզ է։ Ինչու են արգելում Արա Աբրահամյանին Հայաստան մտնել։ Նրա համար է, որ երևի ես բավականին շատ ակտիվ մասնակցում եմ Հայաստանի քաղաքականությանը, հասարակական գործերին եւ բարեգործական։ Երևի պատճառներից մեկն է, որ ինքը երևի մի խնձոր չի նվերել որից է մեկին։ Բայց Ռուսաստանի հայերի միության նախագահը Հայաստանում 200 բնակարան է նվիրել բռնի տեղահանված արցախցիներին, այսօր ասուլիսի ժամանակ է Աբրահամյանը ասել լրագրողներին։ Ինքը չի ափսոսում, որտեղ ինքը այնտեղ դպրոց չի կառուցել, մանկապարտեզ չի կառուցել, այնտեղ ոնց ասեմ, չի մասնակցել այդ կյանքի Ղարաբաղի, ինքը հոգի սիրտ չի դրել, աշխատանք չի դրել։ Մարտի 28-ին գործնական հանդիպման համար էր Հայաստան ժամանել Ռուսաստանի հայերի միության նախագահը։ 2.5 ժամ գործարարը ստիպված է եղել սպասել օդանավակայանում, մինչև իշխանությունը թույլատրեր Զվարթնոցից դուրս գալ։ Ուզում եմ վախեցնել։ Ցավոք սրտի ինքը պետք է վախենա։ Ինքը ես ոչինչ չեմ արել որ վախենամ, բայց ինքը վախենալու տեղ ունի։ Հայաստանի վարչապետին է մեղադրում իրեն սպասեցնելու համար Աբրահամյանը։ Ռուսաստանի հայերի միության նախագահի խոսքով քաղաքական հարցերի շուրջ անհամաձայնությամբ է պայմանավորված, որ Փաշինյանը լարված է իր դեմ։ Ցեղասպանության մասին մինչև հիմա մենք օրինակ նշում ենք, հավաքում ենք ամեն տարի, անցկացնում ենք լոր սեղան, միջազգայինների մասնագետներին իրար հետ զրուցում ենք, ասում ենք, թե որ պետք է այս հարցը լուծվի։ Մենք կարող ենք գնալ ցեղասպանություն եղել է, մենք կարող ենք գնալ միջազգային դատարան եւ պահանջել եւ մենք կհաղթենք։ Մենք դիմեցինք Հայաստանի Հանրապետության նախագահին, որպեսզի նամակով, այդ ամեն ինչը կա, որ ինքը, որտեղ մենք հասարակական կազմակերպություն չենք կարող տալ, դատի տալ։ Պետք է պետությունը դատի տա։ Չարվեց։ Աբրահամյանը Փաշինյանին է դիմում, ինչ է արել Հայաստանի վարչապետը պետության համար։ Թող ասի ինչ արել, ինքը մենք էլ իմանանք կոնկրետ ինչ են արել 3 հարցով։ Տնտեսական հարցով, անվտանգության հարցով եւ միասնականության։ Հոգեբանական ինքը գենոցիդ է արել մեր ազգին, այ մինչև հիմա անում է։ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով էլ է մտահոգված Արա Աբրահամյանը։ Պուտինին է դիմել, հարցը բարձրաձայնել է նաև ԱՄՆ սենատում։ Ես քանի որ անդադ քննադատում եմ Ալիևին, իզից բացի ոչ մեկը չի քննադատում։ Վարչապետը իր ասածներն է անում։ Ոչ միայն Հայաստանի քաղաքական իրավիճակը, այլև տնտեսության վիճակն էլ է անհանգստացնում Ռուսաստանաբնակ գործարարին։ Ես էլ եմ ուզում Եվրոսայից գնալ, ես էլ եմ ուզում Ամերիկա գնալ, բոլոր տեղերին ուզում եմ գնամ, բայց գնամ ես ինչ անեմ։ Մեր պետություն դուք վերցրեք, իգներդ ասեցիք, այս վերջերս Ռուսաստանում ամփոփել է, մոտ 12000 մեր ապրանքաշրջանառությունն է, 12 միլիարդ, 12 միլիարդից ավելին։ Դե տեսեք, այնպիսի ստրատեգիկ ապրանքներ, ինչպիսին հացը, հացամթերքը, դա գրած էր մոտ 80-ից ավել տոկոս։ Այսինքն, բայց հաց մենք որտեղից ենք բերելու, ինչ գնով ենք բերելու։ Այսօր մենք արդեն ճգնաժամի մեջ ենք։ Գազը որտեղից ենք բերելու, ինչ գներով։ Այս մարդիկ կարող են ասել պետություն են սիրում։ Աննա Գյուռնազարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։